որ Նարեկ Սամսոնյանի տնային կալանքը ընդհանրապես Նարեկ Սամսոնյանի ավելի խիստ կալանքը աստիճանաբար փոխարինվեց, սկզբում տնային կալանք, հետո վարչական կալանք, վարչական հսկողություն, սա եւս ինչ-որ բանի հետևանք էր, ես դրա մասին եմ ուզում շատ հակիրճ խոսենք։ Լոկալ միջավայրում գրեթե անհուսության մի վիճակում, երբ որ երկրում փողոցները դատարկ էին, պայքար չկար, շատ պարզ խոսենք, շատ արդյունավետ ընդդիմություն չունենք, հա։ Այդպիսի վիճակ էր, բանտերը լեցուն քաղկալանավարներով, Նարեկ Սամսոնյանը որոշեց շատ համարձակ քայլի դիմի, շատ ուղիղ ասենք, այդ հացադուլը։ Եվ բոլորը հասկացան, որ այդ հացադուլը պայքարի կոչ է, ոչ թե հուսահատություն է, ինչ-որ չգիտեմ էլ, ճարչուները։ Հա, բնականաբար, եթե ազատության մեջ է մարդը լինում, հացադուլից բացի շատ ավելի արդյունավետ միջոցներ կան պայքարի առողջությանը չվնասող։ Բայց բանտում ես ուզում եմ բոլորը հասկանա, որ պայքարի այլ մեթոդ չունես։ Եվ այն Նարեկի հետևողականությունը ես նա միկրո լոկալ հարցի վրա եմ ուզում ասել։ Նարեկի հետևողականությունը այնուամենայնիվ ստիպեց, որ այս ավտորիտար իշխանությունները գոնե մասնակի ինչ-որ կարծր իրանց դիրքերից նահանջեն։ Հա, բայց դրա հետ զուգահեռ նայ Նարեկին ու Վազգենին միաժամանակ նույն հոդվածով, նույն պայմաններում, ելնելով նույն պատվերից փակում են։ Անցնում է 3 ամիս, Նարեկին անունը դնենք բաց են թողում, դա մի քիչ այդպես չի, որտեվ Նարեկին էլ են սահմանափակում, բայց այնուամենայնիվ նա հիմա թախտաբիթիների հետ չի։ Բայց Վազգենը շարունակում է մնալ բանտում։ Բայց գիտես ինչի՞ց է արդեն։ Ու հիմա որովհետև որպեսզի մենք որակապես վիճակ փոխենք, այս գործը կարճ է ենթադրենք, չէ՞, որակապես բան փոխկամ տղերքը արդարացվեն դատարանում։ Դե տղեկը մի անգամ արդարացվեցին ու փոշմանեցին, որ արդարացվեցին։ Իշխանությունը ավտորիտարիզմի այս մակարդակում չէր գտնվելու։ Հիմա սա ազդակ է, որ եթե մենք մեր պայքարը ընդհանրապես բոլոր ֆրոնտներում գլոբալ եւ լոկալ ամեն մեկս մեր տեղում ավելի հետեւողական դարձնենք, հաջորդ անգամ նման քրեական գործ նույնիսկ կվախենան հարուցեն, էլ ուր մնաց մեկին բաց թողեն, մյուսին շարունակեն պահել եւ այլն եւ այլն։ Բայց լավ, այդ տրամաբանությունը երևի ճիշտ կլինի մեր հյուրերից մեկի հետ խոսենք, բայց առհասարակ սկզբունքն ենք, հա, մենք հիմա ֆիքսում, արձանագրում, առայն որ նույն հոդվածով, նույն օրը, նույն ձևով կալանավորված տղեկից մեկին բաց են թողել, մյուսը շարունակում է մնալ կալանավորված։ Բանտի վերածված Ինձ թվում է, չէ, այստեղ իրանք ուզում են սեփ խրեն տղեկի մեջ։ Դա էլ կա, բայց միշտ ուրեմն ավտորիտար իշխանությունների Ռազիլիայի վլաստույի սկզբունքով ավտորիտար իշխանությունների ամենակարևոր գործը բաժանարար գծեր առաջացնելն է։ Ոնց որ գլոբալ մենք գիտենք, չէ, սրանք դրա վարպետ են, սև սպիտակ նախկիններ կա, հարուստ աղքատ, հայաստանցի, ղարաբաղցի եւ այլն, բայց այս փոքր դեպքերում էլ իրանք փորձելու են այդ տոքսիկ, հա, բաղադրիչը միջանձնային հարաբերություններ մտցնել, հա, այդպես ասել, մեկը նստած է, մեկը դուրս նայ լարվածությունը եւ այլն։ Իհարկե, իրանք, բայց ես հույս ունեմ, այսինքն հույս չունեմ, վստահ եմ, որ այս իշխանության հետ կտերը վաղուց որևէ մեկը չի ուտում, ամենայն դեպս ողջամիտ մարդկանց մասին եմ խոսում։